Խաղալիք ընտրելուց առաջ նախ պետք է ունենալ երեխա, իսկ երեխա ունենալուց առաջ նախ պետք է պլանավորել հղիությունը եւ հենց այս պլանավորման եւ գրագետ ճանապարհը կետարկետ անցնելու մասին ենք խոսելու հիմա եւ իմ հյուրն է Ռուզաննա Արշակյանը, բժիշկ գինեկոլոգ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն շատ, որ մեր տաղավարում եք եւ նման կարեւոր թեմայի շուրջ հնարավորություն ունենք խոսելու եւ լուսաբանելու եւ ավելի այսպես պատրաստելու մեր կանանց եւ ոչ միայն նախքան երեխա ունենալ նախքան հղիանալը։ Երբ որ խոսում ենք հղիության մասին, սովորաբար մեր հասարակությունը հղիանալուց հետո է դիմում բժշկի, որպեսզի խնամքը կազմակերպի եւ հետեւողական լինի 9 ամիսներին, բայց պետք է նախքան հղիանալը պլանավորել եւ որոշակի հետազոտություններ անցնել։ Ինչ հետազոտությունների մասին է խոսքը եւ որքանով է կարեւոր եւ անհրաժեշտ դա։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ինձ հնարավորություն տալու այս հարթակում նույնպես հանդես գալ եւ խոսել այնպիսի կարևոր թեմայի մասին, ինչպիսին իրականում հղիության պլանավորումն է, որովհետեւ շատ ճիշտ եք դիտարկում, հղիությունը շատ կանայք դիմում են բժշկի արդեն հղիության որոշակի этаպում, մինչդեռ հղիությունը պետք է պլանավորել ու նայած զույգ ինչքան ժամանակ առաջ։ Երբ որ հարց է հնչում պլանավորում եք դուք մոտ ապագայում ունենալ հղիություն, այս հարցին այո պատասխանող կանանց մեծ մասը ենթադրում էր, որ հղիությունը ընթանալու է հարթ, ծննդաբերությունը առանց բարդությունների եւ առողջ բալիկով։ Սակայն քչերն են տեղյակ, որ այս արդյունքը ունենալու համար շատ կարեւոր է նախորդ պլանավորել հղիություն։ Իսկ ինչ է իրենից ներկայացնում պլանավորել հղիություն, այսպես դա ասվածը, դա ոչ թե այն է, որ մենք պլանավորում ենք հղիություն, այլ դա կոնկրետ գործողությունների համալիր է, որը շատ կարևոր է, որպեսզի զույգը անցնի միասին։ Մեր հայրականության մեջ, որպես այդպիսին, տղամարդիկ որոշ իմաստով պասիվ են, ինչը իրականում շատ սխալ է։ Շատ կարևոր թեմայի անդրադարձակ, այո, հաջորդ հարցը դրան էր վերաբերելու, որ հղիության պլանավորումը չի նշանակում կնոջ հետազոտությունների շարքը, տրամաբանության այն օղակով, որ երեխան կինն է ունենալու, այլ դա ենթադրում է նաև տղամարդու հետազոտությունները։ Ինչ պետք է անի զույգը նախ եւ առաջ, երբ պլանավորում է ապագայում երեխա ունենալ։ Ուրեմն տեսեք, եւ արդյոք ներողություն եւ արդյոք գինեկոլոգի տված խորհուրդները կնոջը կարող են այսպես անցնել նույն կերպ անցնել տղամարդուն, թե առանձին հետազոտություններ նաեւ պետք է անցնի տղամարդը։ Ուրեմն հղիության պլանավորում կոչվածը դա ախտորոշիչ, կանխարգելիչ եւ բուժական միջոցառումների շարք է, որը զույգին նպաստում է, որպեսզի ավելի հեշտ հղիանա եւ բեղմնավորման հավանականությունը մեծացնի եւ հղիությունը ընթանա հարթ ու ամենացանկալի երկով առողջ բալիկի ծնունդով։ Ու այս պլանավորում կոչվածը յուրաքանչյուր զույգի համար դիտարկվում է անհատապես, դիտարկելով ռիսկի գործոնները, ինչպեսիք են վնասակար սովորությունները, ավելորդ քաշը, տարիքը, անամնեզը, այսինքն կյանքի պատմությունը, եթե զույգը ունեցել է անբարենպաստ ելքով հղիություն, ինչպիսին մեռելածնությունն է, վիժումներն են, կրելախախտը, այսպես ասեմ։ Ու այս պարագայում, հատկապես այս պարագայում, երբ որ կա հղիության կրելախախտ, այսինքն հաճախակի են վիժումները եւ այլն, մեռելածնություն, շատ կարեւոր է զույգով հետազոտվելը, որովհետեւ թվում է, թե եթե կինը հղիացել է, ուրեմն տղամարդը խնդիր չունի, բայց ցավոք այդպես չի։ Շատ դեպքերում մեղավոր չասեմ, բայց պատասխանատուն այդ խնդրին նաև արական գործոնով է պայմանավորված։ Եվ բացի դա, բացի բժշկական միջոցառումների շարքը, այս պարագայում նաև շատ ցանկալի է ներգրավել հոգեբանի, որովհետև զույգը, ով ունեցել է նման պատմություն, նման փորձառություն, հաստատ որոշ իմաստով ունի հոգեբանական բարդույթներ ու շատ ցանկալի է հոգեբանի խորհրդատվությունը այդ փորձառությունը մշակելը ու դրա միջով անցնելը։ Իսկ կարող է կնոջ հոգեբանական կարգավիճակը անկայունությունը ազդել բեղմնավորման որակի վրա։ Միանշանակ, որովհետև նույն անքնությունը ինքը կարող է բերել հորմոնալ դիսբալանսի, նույն օվուլյացիայի, այսինքն ձվազատման խանգարման ու արդեն հղիության դժվարացման կամ հղիության պարագայում վատ ընթացքի։ Կնոջ հոգեբանական վիճակը, այսպես ասեմ, հղիության մայրության դոմինանտը, որը ձևավորվում է գլխուղեղում, դա հոգեբանական գործոն է,
ֆիզիոլոգիականից զուտ, շատ կարևոր է հոգեբանական ֆակտորները կնոջ, ինչպես նաև տղամարդու համար։ Մենք խոսեցինք բացասական այսպես օրինակների մասին, որոնց պարագայում հաջորդ պլանավորումը շատ կարևոր է, որ երկուսն էլ անցնեն եւ այլն։ Բայց եկեք այսպես փորձենք դրական միտում ապահովել նաեւ այն զույգերի համար, ովքեր որ առաջին անգամ փորձում են երեխա ունենալ, որևէ բացասական պատմություն չեն ունեցել նախկինում եւ չեն էլ մտածում, որ կարող են ունենալ եւ այստեղ գալիս է հենց այդ ամեն ինչը կանխարգելելու նախապես հետազոտությունների շարքը։ Ուրեմն իրականում մեծ մազույքերը չեն էլ ենթադրում, որ կարող են ունենալ որոշակի խնդիրներ, իսկ ամեն դեպքում խորհուրդ է տրվում նախ կենսակերպի մոդիֆիկացիան, այսինքն եթե կա ավելորդ քաշ, ապա զբաղվել դրանով ու պետք չի թերագնահատել այդ փաստը, որ կենսակերպի մոդիֆիկացիան կարող է բարելավել հղիության ընթացքն ու դրական ելքով ծննդաբերություն ունենալուն։ Վնասակար սովորություններից հրաժարվելը, ինչպիսին է ծխախոտի չարաշահումը, անգամ կիրառելը, անգամ չեմ վախենա ասել պասիվ ծխող լինելը, կոֆեին պարունակող ըմպելիքների չարաշահումը, ֆասթ ֆուդի օգտագործումը ու շատ կարևոր է որոշակի չափով ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ու դա այն չի որ բժշկույթյան ես ամեն օր ոտքի վրա եմ աշխատում եմ ոչ ֆիզիկական չափավոր ծանրաբեռնվածություն ասվածը որոշակի ֆիզիկական վարժությունների խումբ է որ գոնե շաբաթական 3-ից 4 անգամ ցանկալի է որ եւ կինը եւ տղամարդը ունենան այդ ինտերվալը իրենց առօրյայում դա անելու Դեպ շատ կարևոր եւ հետաքրքիր հատված է այս կենսակերպի վերականգնումը, առողջ վերականգնումը, սովորաբար հաճախ ենք լսում, որ նախքան երեխայի պլանավորումը զույգը որոշում է հրաժարվել ծխախոտից, ալկոհոլից կամ ավելի ծանր նյութերից, կարծելով, որ այդ ինտերվալը 6 ամիս, 3 ամիսը կմաքրի օրգանիզմը բացասական այս նյութերից եւ արդեն պատրաստ կլինի օրգանիզմը առողջ պտղի ձևավորման համար արդյոք սա իրականությունը թե միֆ է։ Տեսեք, տղամարդու սերմը ունի որոշակի պարբերականություն, որը թարմանում է։ Այդ իմաստով այո, բայց որքան մեծ է ինտերվալը, այնքան ավելի շահում է դրանից պտուղը հետագայում։ Իսկ կնոջ Կնոջ պարագայում ավելի երկար ժամանակ է պետք, որովհետև ձվաբջջի ու սպերմատոզոիդի կենսագործունեությունը իրենք ավելի տարբեր է։ Երբ ասում ենք ավելի շատ ժամանակ մոտավորապես ինչքան կոնկրետ հնարավոր չի ասել, բայց գոնե այդ 6 ամիս 1 տարին, որոշ պարագայներում անգամ 2 տարին շատ ցանկալի է։ Ինչպես սովորաբար ծննդաբերությունից հետո խորհուրդ են տալիս կնոջը 2 տարի հետո նոր պլանավորել հաջորդ երեխայի։ Դա արդեն ինտերգենետիկ շրջանի մասին է խոսքը, որը էլի շատ կարևոր է, որպեսզի կինը իմանա դրա մասին, որոշ դեպքերում անգամ այդ 2 տարին է քիչ, որոշ դեպքերում այդ 2 տարին թույլատրելի չի կնոջ տարիքից ելնելով հաջորդ հղիություն պլանավորելու համար։ Դրա համար միշտ ինձ թվում է բոլոր գինեկոլոգները իրենց կաբինետ աշխատասենյակ մտած բուժառուներին ռեպրոդուկտիվ տարիքում գտնվող տեղեկացնում են այդ մասին ու հարցը հնչում է հաստատ դուք մոտ ապագայում պլանավորում եք հղիություն թե ոչ։ Եթե այո, ապա տեղյակ եք, եթե անգամ չեն էլ այդ պահին պլանավորում, որովհետև կյանքը շատ անկանխատեսելի է, հաջորդ պահին կարող է լրիվ փոխվել, բայց որ իրազեկված լինի, որ պետք է դիմի բժշկի, դա միջև հղիությունը, դա շատ կարևոր է։ Եվ իհարկե օրգանիզմի ռեգեներացիան թե կնոջ թե տղամարդու պարագայում նաև էական դեր է խաղում այս ամենում տարիքը, տարիքային առանձնահատկությունները ինչպես են ներազդում հղիության պլանավորման վրա եւ ինչ է պետք հաշվի առնել։ Ուրեմն օպտիմալ տարիք է կնոջ համար համարվում 24-ից 34-30 տարեկան ինտերվալը երեխա ունենալու հեշտ կրելու իմաստով։ Սակայն մեր օրերում կյանքը մի քիչ այլ կերպ է դասավորվում եւ շատ կանայք հղիությունը պլանավորում են ավելի ուշ տարիքում։ Այդ պարագայում արդեն ինչպես նշեցի, որ պլանավորումը ուղղակի հետազոտությունների ցանկ չէ բոլորին համապատասխան, հա, դա խիստ անհատական է,
ու տարիքը եւ լիքը այլ բաներ հաշվի առնելով սոմատիկ խնդիրների արկայություն, բացակայությունը, նույն ավելորդ քաշը, վիտամինների հագեցվածությունը օրգանիզմում, այդ ամեն ինչը կոմպլեքսով ամեն կնոջ համար, ամեն զույգի համար ընտրվում է խիստ ինդիվիդուալ։ Միակ բանը, որ ընդհանուր է, դա կենսակերպի փոփոխությունն է, որքան հնարավոր է շուտ։ Ու եթե կան խնդիրներ սոմատիկ, օրինակ շաքարային դիաբետ, խնդիրների ռիսկի մասին եւս ու տարիքի հետ զուգահեռ սոմատիկ խնդիրների հավանականությունը բնականաբար ավելի ռիսկերը մեծանում են։ Ու եթե օրինակ առաջի կարգի հարազատներում ծնողներ, քույր, եղբայր, մի քիչ տատիկ, պապիկ, հորաքույր, մորաքույր այդ շրջանակում կան մարդիկ, ովքեր ունեն խնդիր, նույնիսկ շաքարային դիաբետ, թեկուզ սրտամկանի ինֆարկտ եւ այլն, այդ պարագայում անգամ ցանկալի է որպեսզի հղիությունը պլանավորելուց 1 տարի առաջ դիմել բժշկի, հետազոտվել, որովհետեւ ինչքան էլ որ ասվում է, որ հղիությունը հիվանդություն չի, ֆիզիոլոգիական վիճակ է, այո, դա այդպես է, բայց այդ ֆիզիոլոգիական վիճակը ծանրաբեռնում է կնոջ օրգանիզմը, այո, ու օրինակ կարող է պրովոկացնել շատ խնդիրներ, որոնք միջև այդ, այսպես ասած, քնած են եղել։ Նաև մենք օրեր առաջ մարտի 21-ին խոսում ենք Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա մասին եւ այդ խնդրի հանդեպ սևեռման վերաբերյալ, որը որ օրգանիզմում 21-րդ քրոմոսոմի, ավելորդ քրոմոսոմի արկայությունն է, որը որ, եթե չեմ սխալվում, կապված է նաև ֆոլաթթվի պակասի հետ։ Խոսենք նաև այն մասին, թե ինչքան կարևոր է, իդեպ ինչու է այսպես կապեցի Դաունի համախտանիշ ֆոլաթթվի հետ, որովհետև այսպես տարբեր կապեր, տարբեր վիտամինների պակասներ, տարբեր հիվանդությունների արկայություններ մեր օրգանիզմում կարող են բերել որոշ խնդիրներով երեխաների ծնունդ, որը որ հետագայում ոչ թե պետք է այսպես բախտին անդրադառնալ, թե ինչու այսպես եղավ, այլ պետք է նախապես հետազոտությունների շարք անցնել։ Շատ ճիշտ դիտարկում եք անում Դաունի համախտանիշը կապելով ֆոլաթթվի դեֆիցիտի հետ, այո, կա այդ խնդիրը, օրինակ ֆոլաթթվի դոզան, չափաբաժինը ընտրելու հարցում կարևոր էլի օպտիմալ քանակ չի։ Կան մարդիկ, ովքեր ունեն համապատասխան քանակ, օրգանիզմի օպտիմալ քանակ, այդ դեպքում նշանակվում է պրոֆիլակտիկ չափաբաժնով։ Իսկ կան կանայք, ովքեր ունեն խորը դեֆիցիտ ֆոլաթթվի։ Այդ պարագայում պրոֆիլակտիկ դոզան, որը պետք է նշանակվեր, իրեն կարելի ասել ոչինչ չի ասելու։ Այդ պարագայում արդեն պետք է բուժական դոզաներ ընտրել։ Ու դա միայն Դաունի համախտանիշը չի, դա ինչպես օրոֆացիալ, այսինքն դեմքի նորմալ չձևավորված խնդիրներն են, գաստրոշիզիսը նույն ինքը որովայնի առաջային պատը չփակվելու խնդիրն է, պտղի սպինաբիֆիդան, այո, մի խոսքով թվում է թե հա ինչ ֆոլաթթու վիտամինի պակասից ինչ կարող է լինել, բայց իրականում այդպես չէ։ Նույն ֆոլաթթվի դեֆիցիտը, վիտամին D-ի դեֆիցիտը իրենք շատ լուրջ խնդիրների ու ճակատագրական վատ ելքերի կարող են բերել այդ վիտամինների դեֆիցիտները, չեմ վախենում այդպես արտահայտվել։ Եվ խոսենք եւս մեկ շատ տարածված մի խնդրի մասին, պապիլոմավիրուսը, որը որ շատ տարածված է, շատերը հաճախ եթե չեն հանձնում անալիզներ, չեն իմանում, որ ունեն տարբեր քաղցկեղածին շտամեր, եւ դրանք կարող են պրովոկացվել ու դառնալ արդեն քաղցկեղ հենց հղիության ժամանակ, հենց հորմոնալ ֆոնի փոփոխությամբ։ Նախ ինչ հետազոտություններ պետք է անցնել այս մասով, որպեսզի բացառել քաղցկեղի առաջացումը այդ շրջանում եւ արդյոք հնարավոր է դա բացառել։ Տեսեք, արգանդի վզիկի քաղցկեղը ձևավորվում է մոտավորապես 10-ից 15 տարիների ընթացքում, եթե խոսքը վերաբերվում է մարդու պապիլոմավիրուսով հարուցված արգանդի վզիկի քաղցկեղի մասին։ Այսինքն հղիության ընթացքում, որ եթե շշտամը կար դառնա քաղցկեղ, դրա հավանականությունը շատ քիչ է, ուղղակի ոչ թե շտամը կար, այլ կային արդեն փոփոխություններ, որոնք հայտնաբերված չէին։ Այսինքն միայն շտամը բավարար չէ, պետք է նախապես, որովհետև այդ շտամները կարող են էլիմինացվել, այսպես կոչված, իրենք կարող են իրենցով օրգանիզմից դուրս գալ։
Ու եթե բոլոր կանանց ովքեր իմ հետ աշխատում են, ես ասում եմ, եթե անգամ հայտնաբերվի, դա աշխարհի վերջը չի, որովհետև ինքը վիրուսը հնարավոր է օրգանիզմից ինքնուրույն դուրս գա։ Անգամ եթե կա, այդպես չէ էլի, որ ուրեմն հաստատ զարգանալու է արգանդիվզիկի քաղցկեղ։ Ուղղակի պետք են պարբերաբար հետազոտությունները, նույն պապկսուկի հետազոտությունը, մարդու պապիլոմավիրուսի քննությունը, հենց այն որ պրոպագանդում ենք բոլոր գինեկոլոգները, որ տարեկան գոնե մեկ անգամ, եթե ոչ երկու, գնացեք բժշկի, այդ հետազոտությունները անհրաժեշտ են հենց դրա համար է։ Իսկ կանանց պարագայում միանշանակ միջև հղիանալը կատարվում են մի շարք հետազոտություններ, այդ թվում մարդու պապիլոմավիրուսի քննությունն է, պապ տեստի քննությունն է, միզասեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներն են, որ այսպես ավելի կոնկրետ կարելի է նշել մնացածից զատ։ Շնորհակալ եմ շատ, մենք իհարկե կարող ենք այսպես յուրաքանչյուր հետազոտության անալիզին առանձին անդրադարձ կատարել, բայց կարևոր էր այս դեպքում ոչ թե այսպես մասնագիտական մանրամասնությունները, այլ ընդհանուր գաղափարը տեղ հասցնելը։ Հուսանք այլ առիթով եւս կհանդիպենք եւ կխոսենք տարբեր հարցերի շուրջ, իսկ դուք սիրելի հեռուստադիտողներ, իմացեք, որ պետք է նախքան հղիությունը պլանավորել ամբողջ ընթացքը 1 տարի շուտ կամ 6 ամիս շուտ անցնել հետազոտություններ զույգով, ոչ միայն կինը պետք է անցնի այդ հետազոտությունները, այլև տղամարդը եւս, որպեսզի ձեր երեխան ծնվի առողջ, որպեսզի դուք խնդիրներ չունենաք եւ որպեսզի վայելեք այն կարեւոր տրված հնարավորությունը, որը որ կոչվում է երեխա ունենալ, մայրանալ։ Շնորհակալություն, մենք շարունակում ենք հիմա եթերը արդեն երաժշտությամբ։